Հիսուս արավ հացերը, աշկեր երկինք պաշացուց, օրհնեց, գդրեց և տվավ աշակերտներուն, որոնք բաժնեցին ժողովրդին։ Անուն Հոր և Որդու և Հոգու Սրբով, ամեն։ Սիրելի հավատացյալներ, Մատթեոս և Մարգոս ավետարանիչներու մոտ անդրադարձ կա հացի հրաշքի մասին։ Մատթեոս իր ավետարանը գուղ է անոնց, որոնք հրեական ծագում ունին, իսկ Մարգոսը հեթանոսական ծագում ունեցողներուն, որոնք պիտի հայտնաբերեն Սուրբ հաղորդության տերը իրենց կյանքի ընթացքին։ Մատթեոս ավետարանիչին 14-րդ գլուխը կսկսի Հովհաննես Մկրտիչի գլխատումով Հերովտեսի ձեռքով։ Եվ ինչպես Հովհաննես քարոզությամբ հարթեց ճանապարհը Հիսուսի քարոզությամբ, այնպես էլ Հերովտեսի դատաստանը Հովհաննեսի նկատմամբ հարթեց ճանապարհը Հիսուսի դատաստանի համար։ Եվ երկուքը ունեցան նույն ճակատագիրը։ Հովհաննեսի մահվան լուրը լսել է, երբ Հիսուս գնաց ամայի վայրը։ Ժողովուրդը լսեց ու գնաց իր ետևեն։ Հիսուս, երբ տեսավ այդ մեծ բազմությունը, գթած անոնց վրա, հիվանդները բժշկեց։ Ասիկա առաջին ուշադրությունն է ղեկավարի կողմէ, հովիվի կողմէ, իր վիշտը մորցած կմտածե ժողովրդի մասին, արար, որ հատուկ է մեծերուն։ Երկրորդ ուշադրությունը, որ մերժեց աշակերտներուն առաջարկը և չարծակեց ժողովուրդը։ Ավետարանը այսօրվա գսե, որ երբ երեկո էր, ամայի վայր էր, աշակերտները մոտեցան Քրիստոսի և ըսին արձակե ժողովուրդը, թող երթան մոտակա գյուղերեն, իրենց համար ուտելիք կնեն ու արձակվին։ Հիսուս չարծակեց ժողովուրդը, որ երթան ուտելիք կնեն, այլ իր աշակերտներուն հրամայեց ըսելով դուք տվեք իրենց, որ ուտեն։ Մեծ տարբերություն կա, սիրելի հավատացյալներ, որ ես կնեմ դամ և իմ ունեցածես դամ։ Կնելու և կնեցի և դվավի միջև տարբերությունը շատ է։ Այստեղ արևդուրի փոխարեն բաժնեկցությունը դեղ գրավեց։ Երբ գուտանք ինչ որ ունինք, գարիքները հրաշալի ձևով կանհետանան։ Հիսուս ոչինչ չի մեկնեցավ, և ինչ որ ունեին, թեգուս ցակավ, բավարար էր գշտացնելու բազմությունը, այդ խեղճ բազմությունը, որում վրա գտած Հիսուս, որոնց հիվանդները բուժեց և որոնք գազմեցին կանոնավոր գազմագերբ գորիզը ապակա եկեղեցվով։ Երրորդ ուշադրությունը գերագրելն էր։ Մատթեոս երկու անգամ հաց բազմացնելու հրաշքի մասին խոսի։ Առաջին դեղը այսօրվա հատվածն էր, 14-րդ գլուխ 13-21, ուր կխոսի ըսելով Հիսուս հացը արավ, օրհնեց, գդրեց, տվավ աշակերտներուն։ Ավարտը 12 սագար ավելցավ, 12 այստեղ խորհրդանիշն է հրյա ժողովրդի 12 ցեղերուն։ Երկրորդի մեջ գսե
Հիսուս հաց արավ, շնորհակալություն հայտնեց Աստուծո, գդրեց եւ իր աշակերտներուն տվավ։ Ասիկա գարտան 15-րդ գլխում 32-ին 39-րդ համարներուն մեջ։ Իսկ այստեղ ավետարանի չգսե 7 զամբիով ավելցավ, իսկ 7 այն զարայողներուն թիվն է, որոնք նշանակված էին հունախոսներուն սպասավորելու համար, ինչպես գբատում է Գործ առաքելոցը 6-րդ գլուխ 1-7 համարներուն մեջ։ Ավետարանիչները մեկնելով այս հրաշքեն, հացի բազմացումի հրաշքեն, ուզեցին մեզի պատմել, խոսիլ սուրբ հաղորդության մասին։ Արտարև, եթե լավ գարտան Աստվածաշունչը, ավետարանը եւ այսօրվա այս երկու հացի պեգանումին գործածված ձևերը նայինք եւ գարտան ավակ հինգշաբթի վերջի ընթրիքին Հիսուսի գադարած շարժումները պիտի տեսնենք, որ միևնույն է։ Արավ, կոհացավ, գդրեց եւ դվավ։ Եվ այս արարողությունը գշարունակվի մինչև օրս ամեն գիրագի յուրաքանչյուր բادرակի ընթացքին։ Ուշագրավ է այստեղ աշակերտներուն տերը։ Անոնք եղան միջնորդ Հիսուսի եւ ժողովրդի միջև։ Հիսուս դվավ աշակերտներուն, անոնք դվին ժողովրդին, ապա հետակային պիտի քալեն անոնց արջևեն, որ դառնան ուսուցիչներ եւ հովիվներ, եւ այսպես այս բազմությունը լոկ ժողովրդի խարդուրդը չէ, այլ եկեղեցի հաց պեգանելու հավաքված Քրիստոսի ու իր աշակերտներուն շուրջ։ Մարդիկ սոված են եւ պետք ունին իրենց օգնողի։ Ասիկա բաժնեկցության մի մասնիկն է։ Իսկ սիրո սեղանին ակաբիի ծրագրելը, գազմագերբելը կարևոր է։ Իսկ երազել աշխարհի մասին, ուր բաժնեկցությունը չի իրականանար, եթե մարդիկ իրար ծեր չերգարեն։ Աստված իր ժողովրդի հետ է, կքալե անոնց արջևեն, որոնք հացեն ավելի պետք ունին։ Գարիք ունին Աստուծո խոսքին, գծկտին ազատության, արժանապատվության, արտարության։ Մի ոմն կհարցնե, ինչպես կտեսնես Աստուծո գործը աշխարհի վրա, եւ անգպատասխանե, երբ ավետարանը կթափանցե մարդոց մեջ ու հավատան, հրաշքներ կգործեն, անոնք կդարածեն սերը, որ հաց կապահովե։ Այո, Աստված կմեկնի մեր սահմանափակ կարողություններեն ու հրաշքներ կգործե, հազարներ կգերագրե, կհավատաս իրեն, իր գործին մեր մեջ, մեր շուրջ, իտեպ մեր աղքատության և դգարության,